Հազարավոր տարիներ նա հանգչում էր անապատի ոսկե ավազների տակ, մինչև որ մարդկային հետաքրքրասիրությունը արթնացրեց հնագույն սարսափը։ 1922 թվականին հնագետ Հովարդ Քարթերը բացեց Թութանհամոն փարավոնի դամբարանը, որը անձեռնմխելի էր մնացել ավելի քան 3000 տարի։ Երբ նա առաջին անգամ նայեց խավարի մեջ, նրան հարցրեցին, թե արդյոք բան է տեսնում, եւ նա պատասխանեց. այո, հրաշալի իրեր։ Դամբարանը լի էր աներևակայելի ոսկով եւ անգին գանձերով, բայց դրանց հետ մեկտեղ արթնացավ նաեւ փարավոնների անեծքը։ Ավանդույթն ասում էր, որ մահը իր արագ թևերով կհասնի նրան, ով կխանգարի արքայի հանգիստը։ Շուտով Արշավախմբի հովանավոր Լորդ Քարնարվոնը հանկարծամահ եղավ, եւ ըստ լեգենդի, այդ նույն գիշերը Կահիրեի բոլոր լույսերը հանկարծակի մարեցին։ Արշավախմբի շատ այլ անդամների տարօրինակ մահերը սարսափ տարածեցին ողջ աշխարհում, ստիպելով մարդկանց հավատալ, որ հնագույն մոգությունը դեռ կենդանի է։ Արդյոք դա զուտ պատահականությունների շղթա էր, թե անխտիր պատիժ հնագույն սրբությունը պղծելու համար։